միացված են, հստակություն են ներկայացրել մեծ թվով հարցերի շուրջ։ Հավելեմ պարոն Աբրահամյանին, նախ շարունակեմ նամակի թեման, ինչպես պարոն Աբրահամյանը նշեց, այդ նամակի պատասխանը հույժ գաղտնի է, մենք հույժ գաղտնի փաստաթղթեր նամակի ամբողջ գործընթացն է հույժ գաղտնի, բայց հրապարակային մենք բոլորս կարող ենք տեսնել դրա պատասխանը որն է։ Դրա պատասխանը եղավ այն, ինչ պարոն Աբրահամյանը նշեց, այսինքն սպառազինության ձեռքբերման համար հաստատված վարկի եւ աջակցություն։ Դրա պատասխանը եղավ այն, որ հետագա փաստաթղթերում միջանկյալ կարգավիճակը իր բոլոր երաշխիքներով հանրաքվեն, որը հիմա որոշ քարոզիչներ փորձում են ներկայացնել Ադրբեջանի ողջ տարածքում էր, եսի ինչպես այնտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ այդ հանրաքվեն անցկացվելու էր Ղարաբաղում եւ Ղարաբաղի բնակչության համար։ Ակնհայտ է, չէ՞, ինչ էր լինելու արդյունքը։ Եթե Ադրբեջանը, ենթադրում եմ, որ այդ հարցը կտակ, երկարացներ հանրաքվեի իրականացումը կամ չհամաձայնվեր, Լաչինն ու Քելվաջարը կմնային հավերժ հայկական, ինչպես ասել է Ադրբեջանի նախագահ, երբ որ առաջին անգամ Փաշինյանի դավաճանության եւ հանձնման արդյունքում ոտք դրեց այդ տարածքներ, ասեց, որ եթե բանակցային գործընթացը գնար այնպես ինչպես գնում էր, այս տարածքները հավերժ մնալու էին հայկական։ Այդ դա էր այդ նամակի պատասխանը։ Այդ նամակի պատասխանն էր այն երաշխիքները, որոնք ստանալու էր Արցախը։ Այդ նամակի պատասխանը նաև 3 Ռուսաստանի Դաշնության կողմից տրվեց, երբ նշվեց, որ Նիկոլ Փաշինյանն է բանակցային գործընթացը կանգնացրել 19-ի առաջարկին ինքն է մերժում բառը չօգտագործեմ, բայց համենայն դեպս արել է գործողություններ Արցախ, Հայաստանը եւ վերջ եւ այլն, որոնց արդյունքում բանակցությունները 19-ի առաջարկի հետ կապված չեն շարունակվել, իսկ 19-ի առաջարկը, որ ինքը խափում էր, թե իբր չկա, աշխատելու համար բավական լավ փաստաթուղթեր աշխատելու համար եւ այնտեղ կարելի էր ավելի լավացնել Հայաստանի դիրքը։ Ինչու՞ չէ, նաեւ Վիեննա, Սանկտ Պետերբուրգը եւ մնացած բոլոր զարգացումները, որոնք տեղի են ունեցել, այդ թվում նաեւ այդ նամակի արդյունքներն են։ Գիտեք, այդպիսի դրվագներ գրավոր նամակների, բանավոր զրույցների, 2-3 տարբեր տրեկերով դիվանագիտություն իրականացնելու նախագահ Սարգսյանի կառավարման ընթացքում շատ են եղել։ Ու դրանք մենք չենք գաղտնազերծում, որովհետև դրանց արդյունքները, դրանց հետևանքները տեսանելի են բանակցային գործընթացից։ Այս նամակի մասով։ Գիտեք, Տիկին Գրիգորյանի հետ կապված ես ձեր գործընկերոջ հարցին պատասխանեցի, ես երբեք իմ թիմի համար երբեք ամոթ չեմ զգացել, չեմ զգում եւ չեմ զգալու, բայց թույլ տվեք ես Civic AM-ով չպատասխանեմ ընդդիմադիր գործընկերոջս, որովհետև ի տարբերություն շատ ու շատ ընդդիմադիրների ես քաղաքական հակառակորդների պարագայում մտածելու բաներ չունեմ, ես գիտեմ իմ քաղաքական հակառակորդը ով է, կան ոնց որ թե Հայաստանի նաև ընդդիմադիր դաշտում մարդիկ, ովքեր երբեմն խառնում են, թե ով է իրենց իրական հակառակորդը քաղաքական կամ էլ մենք իրանց մասին սխալ կարծիքի ենք։ Ինչ վերաբերում է եկեղեցու նկատմամբ Փաշինյանի արշավին, ես խոսքս սկսեցի նրանից, որ այստեղ եկել եմ Արշակ Սրբազանի դատավարությունից, կարծում եմ ձեր հարցը տեղին չէր, ինչ վերաբերում է հանրահավաք եւ այլն, դուք նախագահ Սարգսյանի խոսքը մի փոքր սխալ մեջ բերեցիք, իսկ ինչպես միշտ նախագահ Սարգսյանի խոսքի պարագայում ամեն բառը եւ ստորակետը էական է։ Քանի որ խոսքը գնում է եկեղեցու նկատմամբ արշավի, մենք համարում ենք, որ վեհապար Հայրապետը եւ առաքելական եկեղեցին պիտի նույնիսկ հորդոր բառը չեմ ուզում օգտագործեմ, ակնարկի, թե ինչ գործիքակազմով ենք մենք պայքարելու այս հայտարարության դեմ, որովհետեւ ամեն դեպքում մենք խոնարհությամբ պարտավոր ենք ընդունել հայ առաքելական եկեղեցու ցանկացած ձև եւ ցանկացած բովանդակություն պայքարի իրականացման եւ այդ ձևերից յուրաքանչյուրի պարագայում ձեր նշած փողոցային պայքարից մինչև ցանկացած այլ դրսևորում հանրապետական կուսակցությունը ինչպես եւ խոստացել է ինչպես ազգային պահպանողական քաղաքական ուժ կանգնած է լինելու մեր եկեղեցու կողքին կարծես թե բոլոր հարցերին պատասխանեցի Վերջին կարճ հարցը խնդրեմ Պարոն Մամիջանյան,